Հիմա այդ օրինակներին անցնենք, 3 օրինակ են վերցրել տուրիստական ընկերություն, սննդի արտադրություն եւ անշարժ գույքի գործակալություն, եւ այս բիզնեսներում բերել եմ օրինակներ, որոնք որ էլի մասնավոր դեպքեր են, այսինքն այս բիզնեսներում կարելի է տասնյակ նման այլ ավտոմատացման տեղեր գտնել եւ ավտոմատացնել, ես բերել եմ 1-2 օրինակ։ Սկսենք տուրիստականից։ Ուրեմն, տուրիստականի երկու ցավոտ կետ ասեմ, մեկը մարդկային գործոնը եւ դանդաղպտությունն է, երբ տուր մենեջերը մեկ հաճախորդի համար անհատական փաթեթ կազմելու վրա կծախսի 1-ից 3 ժամ, եւ մյուս ցավոտ կետը կորցված հաճախորդները, քանի որ երբ հաճախորդը հարցում է ունեք առաջարկ օրինակ Իտալիայի համար եւ մենք օրինակ իրեն պատասխանում ենք շատ ուշ, որովհետեւ ինքը ուշ էր գրել, մինչ դա անում ենք, մարդիկ ուղղակի կորում են, գնում են այլտեղ են բանանում, ձեռք բերում իրենց ուզածը կամ ընդհանրապես փոշմանում են Իտալիա գնալուց, հա։ Ինչ լուծումներ կարող է այս դեպքում։ Ну, առաջինը առաջարկի բիլդեր, առաջարկ սարքող, սա կոնկրետ լուծում է, հա, որ ներդրվել է դրա համար անցյալ ժամանակում ենք գրել, օրինակ կարող է ներդրվել AI գործիք, որը կապված է գործընկերների բազայի հետ եւ երբ ուղղակի մուտքագրում ենք օրինակ ինչ է սիոն գնալ, ինչ բյուջե ունի, քանի հոգով են, AI արագ ուսումնասիրում է հնարավոր տարբերակները եւ գեներացնում 3 տարբերակ, 3 առաջարկ, որոնք ներառում են ակտուալ գներ, ներառում են նկարներ եւ ուղարկում է հաճախորդին։ Դա 1-ից 3 ժամ փոխարեն կարող է տևել 30 վայրկյան կամ թեկուզ մի քանի րոպե։ Եվ մյուս լուծումը, որ AI կարող է տալ օրինակ տուրիստականում, դա շփման ավտոմատացումն է, երբ AI շփվում է հաճախորդի հետ սոցցանցերում, այլ փոստով եւ այլ հարթակներում, AI-ը դա անում է 24/7 եւ հաճախորդին ուշ չենք պատասխանում երբևէ, ինչը թույլ է տալիս, որ մենք ցանկացած դիմումը արագ մշակենք եւ հասցնենք վաճառքի։ Նորից սրանք ընդհանրապես մասնավոր դեպքեր են տուրիստականում, սրանք դալիքո ամբողջ բանը չի, սպեկտրը չի, թե ինչ կարող անել AI-ը մեր տուրիստական ընկերությունում։ Հա, մի լուծում էլ կար, sentiment analysis, այսինքն երբ մենք վերլուծում ենք հաճախորդի մեսեջների գրածի կամ խոսակցության տողատակը, intent-ը, ինչպես ասում են անգլերենում, այսինքն երբ AI-ը հասկանում է, որ այս մարդը օրինակ շտապում է եւ իրեն պետք է արագ պատասխանել եւ իրեն պետք է առաջնորդություն տալ, կամ այս մարդու խոսքից հասկանում է, որ իր մոտ խնդիրը գինն է եւ հետեւաբար կարելի է սեղմ տալ կամ հոլել բոնուս տալ եւ այլն։ Սա մի քիչ ավելի բարդ high level AI մասին է խոսքը, բայց նման լուծումներ նույնպես կարելի է ստանալ։ Գնանք առաջ։ Սննդի արտադրություն։ Սա այն շատ ավանդական բիզնեսներից է, որտեղ որ առաջին հայացքից AI-ի կիրառման հնարավորությունները ավելի քիչ են։ Էլի երկու ցավոտ կետ ասեմ եւ դրանց հնարավոր լուծումներ։ Առաջինը անսպասելի պարապորտը, երբ հոսքագծի ինչ-որ մի սարք, օրինակ վառարանը կամ փաթեթավորող սարքը փչանում է, արտադրությունը կանգնում է եւ առաջանում է խցանում, ինչպես նոր խոսում էինք, հա։ Եվ մյուսը մարդկային սխալը որակի հարցում, երբ աշխատակիցը հոգնում է, չի նկատում, որ օրինակ պիտակը ծուղ կպած եւ կամ վառված է ինչ-որ բան եւ անորակ ապրանքի ուղարկում խանութ, ինչի պատճառով հաճախորդի դժգոհություն ենք ունենում։ Ինչ կարող է անել AI այս դեպքում, երկու դեպքում, հա։ Առաջի դեպքում լուծումը կոչվում է predictive maintenance կամ կանխատեսող սպասարկում, ինչի մասն է խոսքը, երբ AI-ը վերլուծում է սարքավորումները, իրենց պատմությունը, իրենց աշխատանքի բնույթը եւ նույնիսկ նման պրակտիկա կա, որ սենսորներ են տեղադրվում AI-ի վրա, որը որ վիբրացիայի, ձայնի եւ այլնի համադրության արդյունքում կարող է շատ մեծ ճշգրտությամբ տեղեկացնել, որ այսինչ սարքի վրա պոտենցիալ խնդիր կա, կարող է փչանալ առաջիկա 2 օրվա ընթացքում, խնդրում եմ ուշադրություն դարձնել։ Եվ դա իրականորեն կրճատում է փչանալու եւ փչանալու ժամանակ բաների, հա, պարապորտի ժամանակը, downtime-ի ժամանակը։ Մյուս խնդրի ցավոտ կետի լուծման համար computer vision կարելի է օգտագործել, երբ մարդու փոխարեն որակը վիզուալ որակը ստուգում է AI, այսինքն ապրանքը անցնում է computer vision ունեցող
կամերայի տակով եւ AI-ը ինքն է հայտնաբերում ապրանքի որակի թերացումները, հա, շեղումներ, օրինակ, եթե պիտակը ծուռ է կպած, ապա հոսքագծից հեռացնում է տվյալ ապրանքը։ Այսպես, սրանք էլ բավականին հետաքրքիր բարդ լուծումներ են, բայց կարող են մեծ օգուտներ բերել սննդի արտադրությունում, հատկապես եթե արտադրությունը մեծ եւ մեծ ծավալներով։ Եվ երրորդ кейսը անշարժ գույքի գործակալությունը միշտ ցավոտ կետեր ունի։ Ժամանակի վատնում տուրիստների վրա։ Այս տուրիստ բառը անշարժ գույքի գործակալություններում տարածված տերմին է, եթե ունենք այդ ոլորտից մարդիկ, կարծում եմ գիտեն, լսել են այս տերմինի մասին։ Խոսքը նրա մասին է, երբ մարդիկ, ուրեմն գործակալները ժամանակ են ծախսում մարդկանց վրա, ովքեր փող չունեն կամ ընդհանրապես միտք չունեն առնելու, բայց ինչ-որ պատճառով պարապեն կամ ինչ-որ այլ պատճառով դիմում են եւ ուզում են տուն նայեն, չգիտեմ, ինֆորմացիա են խնդրում եւ այլն։ Եվ մյուս ցավոտ կետը մոռացված հաճախորդները, օրինակ բազեն կա 50 հաճախորդ, 5000 հաճախորդ, բայց դե ոչ մեկ այդ 5000-ին անգիր չի հիշում, իրենց մանրան անգիր չի հիշում եւ ոչ մեկ չի հիշում, թե 6 ամիս առաջ ինչ-որ մեկը ինչ հարցերով դիմել, որի համար որ կարելի է այսօր զբաղվել եւ այսօր առաջարկել։ Ինչ լուծում կարելի է տալ այս դեպքում։ Առաջինի համար lead scoring-ի հասկացողություն կա, իրականում ստանդարտ CRM-ներում էլ հիմա սա արդեն կա եւ կան CRM-ներ, որոնք որ ներդրված AI ունեն եւ կարելի է ուղղակի CRM-ում էլ դա անել, հավելյալ AI գործիքի ներդրման կարիք չկա, բայց եթե ոչ, ապա հավելյալ AI գործիքի կարիք կլինի, որտեղ որ AI-ը վերլուծում է հաճախորդի վարքագիծը, օրինակ, եթե խոսքը on-line հարթակի մասին է, այսինքն ձեր կայքով է մարդը նայում եւ հայտ թողնում, ապա վերլուծելով թե որ հայտարարությանն է նայել, քանի անգամ է, քանի բնակարան է նայել մինչև հայտ թողնել է, գինը փնտրել է, թե չէ, քանի անգամ է զանգել եւ այլն, կարող է տալ score միավոր, որից կախված ինչ-որ հավանականությամբ կարելի է որոշել է մարդը տուրիստ է, թե ռեալ պոտենցիալ գնորդ։ Մյուս խնդրի լուծման համար, մոռացված հաճախորդների համար նման համակարգ կարելի է սարքել, երբ մենք նոր բնակարան ենք մուտքագրում մեր բազան, AI-ը ավտոմատ գնա փնտրի այն պոտենցիալ հաճախորդներին մեր 5000-ից բազայում, ում կարող է այս ապրանքը հետաքրքրել եւ տեղեկացնի գործակալին կամ միանգամից WhatsApp-ով ուղարկի տվյալ առաջարկը, եթե նման կարիք կա, ու այդ բանը matching-ը, բնակարան եւ գործընկեր matching-ը անի վայրկենական, ոչ թե ժամերով փնտրելով կամ ոչ թե այդ մարդուն կորցնենք, որովհետեւ չենք հիշում, թե դա նա ինչ էր ուզում։ Այս էլ երրորդ кейսը, ես հենց արագ кейսերը պատմեցի ուղղակի ընդհանուր պատկերացում տալու համար, թե ինչ կարգի լուծումների կարող է տալ ժամանակակից ավտոմատացումը, մասնավորապես AI-ով ավտոմատացումը։ Իհարկե, սրանցից յուրաքանչյուրը բավականին մեծ պրոյեկտ է ենթադրում։ Այստեղ չկար кейս, որը որ sense մի ժամում, մի օրում, նույնիսկ մի շաբաթում կարելի է ավտոմատացնել։ Սրանք բավականին երկար աշխատանք են ենթադրում, բայց նաև շատ մեծ պոտենցիալ ծախսերի կրճատում կամ վաճառքի աճ են խոստանում։ Հեսա մենք մի հատ նման հաշվարկանը կա, թե ինչքան կարող է դա օգուտ բերել։ Ինչի եմ սա շեշտում։ Ես սա շեշտում եմ, որովհետև շատ գովազդներ կան հիմա, որոնք որ պատմում են նրա մասին, որ 3 րոպեում կայք կսարքես AI-ով կամ մի ժամում կավտոմատացնես process-ները կամ չգիտեմ մի prompt-ով application կսարքես եւ կօգտագործես քո բիզնեսի համար եւ այլն, իրականում սրանք ուժացված խոստումներ են եւ ռեալ արդյունք շոշափելի իրական երկարաժամկետ արդյունք բիզնեսին չեն տալիս։ Իհարկե 30 վայրկյանում սայթ կարելի է սարքել AI-ով, այո, բայց այդ սայթը կիրառելի, օգտագործելի երկարաժամկետ կտրվածքով բիզնեսի համար ակտիվ դարձնելու համար պետք է դեռևս շաբաթների աշխատանք։ Միգուցե շաբաթների չի մի շաբաթվա, բայց համենայն դեպս 30 վայրկյանից մի քանի տասնյակ
100-ավոր անգամ ավելի շատ ժամանակ։ Այո, կարելի է մի prompt-ով application-ի ինչ-որ mock-up ստանալ, հա, ինչ-որ փոքր բան ստանալ, բայց որպես ինքը դառնա application, որը ձեր բիզնեսը կօգտագործի, ոչ թե մի օր մի շաբաթ ուղղակի որպես խաղալիք, այլ երկարաժամկետ օգտագործի, դրա համար այդ մի prompt-ից հետո մեծ աշխատանք կա, հա։ Նույնը այս լուծումների մոտ, հա, օրինակ այս ավտոմատացված Magic-ի մասով կարելի է AI-ին prompt գրել եւ բանանի, հա, AI-ը սիրուն մի հատ բան սարքի, CRM սարքի, որը սա ավտոմատ կանի, ցույց տա ձեզ, որ դա հնարավոր է, բայց որպեսզի դա դառնա գործիք, որը որ կիրառվում է ձեր բիզնեսում, կապված է ձեր մնացած process-ներին, ուրեմն իր գործողությունները գրանցում է համապատասխան բազայում, բազան չի փչացնում, անընդհատ թարմացնում է իր ալգորիթմները եւ այլն, նման գործիք ստանալը բավականին երկարաժամկետ եւ մանրամասն պլանավորում պահանջող պրոյեկտ է։ Այսպես, սա որ իրական պատկերացում ունենանք, թե ինչ ասել է ավտոմատացման պրոյեկտ իրականացնել բիզնեսում, տրանսֆորմացնել բիզնեսը, բիզնեսի թվային տրանսֆորմացիայի պրոյեկտ իրականացնել։